Արարատի մարզ։ Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետությունում։ Մարզկենտրոնն արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 քառակուսի կիլոմետր է։ Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից Երևանի և Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-ից 13 կիլոմետր լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է ազատ և դրավտակ գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է։ Արևելքում Մշկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։ Տարածքի ամենացածր կետը հարավում է, Արաքսի հունի մոտ 801 մետր բարձրությամբ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է 3555 մետր բարձրությամբ։ Տարածքի միայն մոտ 30%-ը հարթավայրային է։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու Հեղեղատարը, Ազատի ու Վեդի վտակները, Քաջարուն, Խոսրովը և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն հիդրոէլեկտրոկայանը։ Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ, բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատայինը, տափաստանայինը և ալպյանը։ Պայմանավորված հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով այս ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես, այս մարզում առկա են Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ. չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն, ցուրտ լեռնային, ձյունամերձ։ Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 աստիճան Ցելսիուսի և -2 աստիճան Ցելսիուսի միջև։ Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն։ Սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում։ Այդ պատճառով միջին գոտում մինչև 2000 մետր բարձրությունները ձմեռը լինում է ավելի տաք և արևոտ, քան Արարատյան գոգավորությունում։ Գարունն անցողիկ է և կարճատև։ Մայիսի երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանն անցնում է +15 աստիճան Ցելսիուսից, սկսվում է չոր, հաճախ խորշակներով երկարատև ամառը, որը շարունակվում է մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը։ Աշունը մեղմ է, անհողմ, հաճախ թույլ են անձրևները։ Մարզի հարթավայրային շրջանների համար բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ամռանը կեսօրից հետո քամին Գեղամա լեռներից փչում է հովիտներ, մեղմացնելով ամառվա տապը։ Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6 աստիճան Ցելսիուս և -12 աստիճան Ցելսիուս, հուլիսյան ջերմաստիճանը +26 աստիճան Ցելսիուս և +8 աստիճան Ցելսիուս, միջին տարեկան տեղումները 200 մմ և 1000 մմ։ Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 աստիճան Ցելսիուս և +42 աստիճան Ցելսիուս, ընդ որում վերջինս հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։
Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ, Վեդի եւ Արածո գետը ամբողջ ընթացքով, ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։ Գետերից միայն Արածո գետն է, որի ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։ Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար։ Սնումը ձնհալքային, անձրևաջրային վարարում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ոռոգման նպատակով Ազատ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը, Արածո գետի վրա զանգակատան ջրամբարն է Հորթում բնակատեղիի մոտ։ Մարզում կառուցվել է Կախանովի եւ Արտաշատի ջրանցքները 19-ից 20-րդ դարերում։ Կախանովի ջրանցքը կառուցվել է 1870-ից 1874 թվականներին Անդրկովկասյան փոստային օկրուգի պետ գեներալ Կախանովի նախաձեռնությամբ դեռևս հնագույն ժամանակներից գոյություն ունեցող ջրանցքի ընթացքով։ 1870 թվականին Կախանովը Արազդայանի, այսօրվա Երասխավանի կիսաանապատները 65 տարով վարձակալեց, նպատակ ունենալով այնտեղ զբաղվել շաքարի ճակնդեղի մշակությամբ։ 1874 թվականի նոյեմբերի 5-ին շինարարությունն ավարտվեց։ Ջրանցքն ունի 36 կիլոմետր երկարություն։ Այն վերակառուցվել է 1930 թվականին։ Արտաշատի ջրանցքը կառուցվել է 1930 թվականին։ Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից Երևանի տարածքում։ Ունի 61 կիլոմետր երկարություն։ Վեդի գետն իր քարաղբյուր շաղավտակներն ունեն տեղական ոռոգիչ նշանակություն։ Մարզի հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կառուցված են Մխշյանի, Ազատի, Արմաշի, Քաղցրաշենի, Մասիսի, Արազափի խոշոր ջրհան կայանները։ Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է։ Հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մեծ հատված, մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են Խաղողի, Ծիրանի, Դեղցի այգիները, մշակվում են նաև կերաս, սալոր, խնձոր, տանձ եւ այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեր, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90%-ով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը, հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր, Արարատ եւ Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ, մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։ Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսարատ գյուղից 1.6 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խորվիրապ վանական համալիրը եւ Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը, Հնաբերդ եւ Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդը, ամրոցը եկեղեցիով, որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով, Ուրցաձոր գյուղից 6-ից 6.8 կիլոմետր հյուսիս-արևելք, Հավուս-Թար վանական համալիրը, Գառնի գյուղից 2.8-ից 3.4 կիլոմետր արևելք, 12-րդ դարի Սուրբ Կարապետ վանքը, Լանջար գյուղից 5.7-ից 6.3 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը, Գառնի գյուղից 12.3-ից 13 կիլոմետր հարավ-արևելք, Աղջոց վանքը, Գառնի գյուղից 6.1-ից 6.5 կիլոմետր հարավ-արևելք։